Գնանք դպրոցը նայենք ժողովուրդ։ Երբ հավարտվեն օրոքումը։ 2 ամիս առաջ։ Ահա։ Այսինքն լիարժեք գործում եք արդեն։ Սիջ լավ մեծ տարածք ունի դպրոցը։ Գոհ եք նորոգման որակից։ Որակը լավ է։ Քանի աշակերտ ունեք։ Իսկ շատ լավ է։ Իսկ նորոգումը դեր կատարել է։ Իսկ ինչքան է պոտենցիալը։ Բնակչությունը ինչքան է բնակավայրի։ Այդ տեսեք, այս բան ճիշտ տեղում փակցած է։ Մի հատ ես ցույց տամ։ Լավ մեծ նախագիծ է, որ նախագիծը լավն ալնում։ Ստեղ ես գույնի հետ կապված մենակ բան կանեի, որ եթե ավելի վառ գույնը լիներ, ավելի լավ։ Գունագեղը լինի, էլի սենց այսինքն վառ գույները լինի, թեկուզ տարբեր գույներով լինի, կպակ ինչ-որ մեկը լույսի։ Չէ, չկպակ։ Շատ լավ։ Այս էլ երեխեքի բեմը։ Փորձասենյակը շատ լավ է։ Ստեղ այսինքն ստեղ երեխեքը փոխվեն, հետո բեմ բարձրանան, բարև եղեք։ Հենց թենիս սեղանը սենց տարածքների համար ենք նախատեսել, որ սենց որտեղ տարածք ունենք, խաղում են երեխեք օգտվում են։ Ահա։ Արագ շատ ապրեք։ Բարև ձեզ երեխեք։ Լավ եք։ Լավն է ձեր նորոգած դահլիճը։ Համ ֆուտբոլի դաշտ ունեք, համ բասկետբոլի հրապարակ ունեք, համ վոլեյբոլի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որ դասան եք։ Շատ ապրեք։ Հա դե խորհրդային մի քիչ նեղվածք դահլիճ է, բայց ոչինչ։ Հեսա բարձրացածքի բաները հետո տենց շատ լավ։ Այո։ Բասկետբոլի վահանակների հարցն էլ ֆունդամենտալ լուծած է։ Հիշում եք, չէ՞ այդ պրոբլեմը, որ տարբեր բաներ ենք ունենում։ Իհարկե դպրոցը իսկականից էլի դրա մեջ չափազանցություն չկա։ Դպրոցը առանց ֆիզկուլտուրայի դահլիճի, նույնն է թե դպրոցը առանց դասարանի, ոնց կլինի։ Ես էլ մեր հեծանիվներն են, քշում են։ Հիմա սեր։ Շատ լավ է։ Դե արդեն մնում է, որ վարչապետի գավաթներն է, այստեղ լոգարաններ էլ ունենք։ Հալուս չկա։
լավ ընդարձակ միջանցներով դպրոցը։ Բարև ձեզ երեխաներ, բարև ձեզ, նստեք, ինչ դաս է, կարուձև եք սովորում, լավ եք անում, մոդելավորում, ով լավ դիզայն ունի, դեռ չէ, հաջորդ անգամ ուրեմն, ձեզ դուր է գալիս ձեր վերանորոգած դպրոցը, մինչև նորոգումը որտեղ եք դաս անում, շատ լավ, բարև ձեզ, բարև ձեզ, լավ եք, ինչ ունեք լաբորատոր գույք, ունենք, հապեզներ, համեցեք, աղձուսներ լույսերը դունած, հապեզներ մի քանի հետև գույք ունենք, ուղղակի լաբորատորյան, ապարներն են, բոլոր ապարները, գլոբուսը, կողմնակցույցներ, դեպ աշխարհագրությունը հիմնականում ենք, քարտեզը կողմնակցույց լինի, աշխարհագրությունը Ես ինչի դասարանն է, նախակրթարանն է սա, նախակրթարանն է սա, սա հաջողության սենյակն է, կախվի սովորել ռեսուրս կենտրոն 4 սովորվում են, հոգեբանների հատուկ մասնագետ։ Ինչքան ժամանակում ենք արենորոգումը, ինչքան է տևել։ Բարև ձեզ երեխեք, նստեք, ես ինչ եք լսում։ Ինչ եք լսում երեխաներ։ Ինչ։ Գրքի QR-ով եք բացել։ Շատ լավ է, շատ լավ է։ Իսկ դաշնամուր կար, չէ՞ էլեկտրոնային դահլիճում։ Ո՞վ է նվագում դաշնամուրի վրա։ Շատ լավ։ Իսկ գյուղում որտեղ եք գնում երաժշտական դպրոց։ Գյուղում կա երաժշտական դպրոց։ Շատ լավ։ Դե երաժշտական դպրոցն էլ բան կանենք։ Կնորոգենք, չէ՞։ Հաջորդ փուլում։ Տեսա, հասկացա։ Այս կենսաբանություն, քիմիա, լաբորատորիա, մանրադիտակներն են դրված սեղանին, հեսա գնանք տեսնենք էլ ինչ ունեք։ Այս մանրադիտակները որտեղից եք միացնում, հոսանք կա սեղանների վրա։ Մենք նոր եք տեղափոխվել, չէ՞։ Նոր գույք պիտի ստանանք։ Չէ, նկատի ունեմ։ Միասին է առանձնացվել է։ Մենք որոշեցինք կենսաբանությունը քիմիա շատ տեղերում միասին, Բայց ես այ այսքան գույք կա։ որտեղ տարածքը որոշեցինք առանձնացնել առանձին լաբորատորիա։ Տեսեք ինչքան տարբեր, ոյ։ Բան է։ Չէ՞։ Հարցս ուրիշ բանի մասին է, ասում եմ մանրադիտակը որտեղից եք հոսանքի միացնում։ Քիմիայի լաբորատորիան ենք տանում։ Շատ լավ։ Այո, ամեն նստա։
Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նստեք։ Այս ինչ է տակսկիր փորձ եք անում, բարև ձեզ։ Ուրախ ենք մեր գեղեցիկ նորակառույց դպրոցում, մեր գեղեցիկ կահավորված լաբորատորիայում, որի համար շատ շնորհակալ եմ։ Ես երկար տարիներ աշխատել եմ առանց նյութերի շատ դժվարությամբ, եւ հիմա շատ ուրախ եմ, որ մեր փորձերը կատարում ենք հետաքրքիր ու երեխեքը սիրով գալիս են։ Երևի մամուլ ծխող չես գիտես։ Ես էլ այդ մտածեցի։ Մագնեզիումի այրումը օդում, մագնեզիումի արմատաթաթնի եւ առաջանում է մագնեզիումի օքսիդ։ Բայց ինչ ենք անում այդ մագնեզիումի օքսիդը։ Շատ լավ։ Ունեք լաբորատոր նյութեր այնտեղ է ներսում։ Այո, ներսում։ Նայենք, ջուրը գալիս է այստեղ։ Բոլոր կոլբաները, բոլոր նյութերը տեղում են։ Օգտագործում եք, չէ՞, ռեալ։ Հեսա, տեսեք։ Եվ այլն։ Շատ լավ է։ Այո։ Շատ լավ է։ Դե հաջողություն ձեզ։ Նստեք երեք։ Այս ինչ է տակտքիր նախագիծ, այս այն ժամանակ սենց մեր նախագծերին մոտ նախագիծ են արել, չէ՞։ Սենց ընդարձակ միջանցքներով։ Այս քիմիան է, ֆիզիկան։ Բարև ձեզ, լավ եք։ Շատ, նման պայմաններում աշխատող ուսուցիչներ Վերջին անգամ երբ է սենց պայմաններ եղել։ չեմ հիշում, Անհիշելի ժամանակներից։ Հիմա կարևորն է նա, որ մենք այդ ձեր ազգանունը Տիկին Աբրահամյան, հիմա հիմնական խնդիրներից մեկը, որ ես տեսնում եմ, հետևյալն է։ Քանի որ նյութերի եւ լաբորատոր սարքերի բացակայության պատճառով մենք բոլորս հետ ենք սովորել դրանից, ով դա օբյեկտիվ բան է, պետք է դա առերեսվել եւ ճանաչել այդ փաստը, որովհետեւ մենք սովորել ենք, որ կարելի է նաեւ տենց հիմա կարևորագույն խնդիրն է նա, որ մենք հետ բերենք սովորությունը, որ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության դասը ինքը շատ կոնկրետ լաբորատոր առարկաների հետ առնվազն դասերի 70-80% առնչվում է, որովհետև դա սովորության հարց է։ Իրոք շատ դժվար է այդ ժամանակի ընթացքում ձեռք բերած սովորությունից մի օրում հետ կանգնելը շատ դժվար է։ Պետք է մենք մեզ ստիպենք, ջան գործադրենք, որովհետև ես դրա համար եմ անդադ ասում եւ դպրոցներում էլ ես տեսնում եմ, ասենք իմացի հետ կապված մենակ իմացով չի, ես որ նյութ բանին առարկային նայում եմ, տեսնում եմ դա ինչքան է օգտագործված, ինչքան չի օգտագործված եւ շատ դա օբյեկտիվ բան է, ոչ մեկին մեղադրելու չի։ Դա սով մենք 40 տարի մենք դաս ենք արել, ֆիզիկա ենք արել առանց լաբորատոր նյութի, առանց ֆիզիկա, քիմիա եւ այլն։ Հիմա այն փաստով, որ այդ նյութը կա, այդքան պետք է դասավորես, դնես, հետո լվանաս, հետո մաքրես, հետո չորացնես եւ այլն։ Բայց պետք է դա դառնա նոր սովորություն, որ առանց դրա չի կարելի։ Դες սրանք արդեն մեր ծանոթ լաբորատոր նյութերն են, որոնք տեսել ենք բազմաթիվ դպրոցներում։ Որ կետում է, որ մենք բոլոր տեղերը կունենանք։ Այս տարի բոլոր դպրոցներում կունենանք։ Շատ լավ է։ Ես ճիշտն ասած, այս ավտոները նորություն է, Տիկին Անդրեասյան։ Ում Նյուտոնի առաջին օրենքը, Նյուտոնը իմանար, որ իր առաջին օրենքը սրանով են բացատրել։ Որովհետև այս հիմա որ գնում է, Լեմատ մեզ Նյուտոնի առաջին օրենքը բացատրեք։ Ուրեմն, եթե մարմնի վրա ուժ չի ազդում, նա շարժվում է ուղղակի ցավասարաչափ կամ որոշ ժամանակ հետո նա դադարի վիճակում է գտնվում։ Հիմա մենք իրան հաղորդում ենք ուղղակի ցավասարաչափ շարժում, որոշ ժամանակ հետո ինքը պետք է կանգնի։ Եթե մենք նորից ուժ չազդենք իր վրա, սա ամենապրիմիտիվ օրինակն է, որը շատ տպավորիչ է։
Մալադեց, Նյուտոն։ Հա, դա պիտի իմանան ու սրանով երբ որ մենք արդեն ինչ որ խնդիր ալինում, ասում ենք ավտոմեքենան Նյուտոնի առաջուր ենք։ Շատ լավ է։ Ես ուրախացա, որ այս տարբերակով մեզ շատ բաներ կա, որ ավելի բարդացված է, սրանք մագնիսներն են։ Սրանք պայտաձև մագնիսներ են, սրանք ուղիղ, սրանք փոքր, իրենց սա Պասկալի օրենքն է։ Ջրի ճնշումն ենք ցույց Չէ, տալիս։ հա, ճնշմանն է վերաբերվում, ստեղից խեղուկ ենք լցնում կամ ջրի չէ, ճնթամպես ճնշում։ որ ինքը հավասարապես դուրս է գալիս։ Էդա, Պասկալի օրենքն է, մնացած ամեն ինչը իր համապատասխան Բոլոր օրենքները ապահոված են լաբորատոր նյութերով։ լաբորատոր նյութերով շատ շնորհակալ ենք իմիջիայինից ամեն ինչի համար։ Մենք ենք շնորհակալ, լավ եղեք, հաջողություն։ Ստեղ, հա, ստեղ եղանք։ Ստեղ, երաշտության դա ուր ենք գնում։ Երկրորդ հարկում ունենք լաբորատոր տարածքներ, թե դասասեն։ Խոհանոցը ու դասարաններն նայենք, մեկ երկու ու գնանք։ Հա։ Այս լավ նախագիծ է, այս նախագիծը ես դուր եկավ։ Պարոն Բաղդանյան, աչքիս մեր նախագծերը, այս նախագիծը դեր խաղացել է մեր նախագծերի մեջ, լավ է, ու ինչը լավ է, արեք ձեզ, լավ եք, ուսուցչանոցի պայմանները լավն են, հա, բարև ձեզ, լավ եք զգում ձեր նոր վերակառուցված դպրոցում, այ աթոռները տենց գունագեղ, բայց վստահ չեմ բանի դահլիճի համար կարող է նույն գույնն է պետք, ուղղակի գույնը տենց հետ։ Հա, շագանակագույն է, բարև ձեզ երեխաներ, ոնց եք, նստեք, ինչ դաս է, ինչ դաս, շատ լավ է, էդ ուր եք հասել համաշխարհային պատմության ուսումնասիրությամբ, ինչի, Ապահը ստեղծում, խսանում փլուզում։ հա, հետաքրքիր տեղ եք հասել, Ափսոս, լույս չկա սմարտ էկրանում։ հաջորդ անգամ, հեռախոսները, Բոլոր ժամերին կարծում եմ։ հա, ճիշտ եք անում, իհարկե, շատ լավ եղեք, ձեզ դուր գալիս է ձեր նոր վերակառուցված դպրոցը, հաջողություն եմ մաղթում։ Այս էլ գրադարանն է, բարև ձեզ, ոնց եք, հիմա երեխաները գիրք կարդում են, Շատ չէ, բայց կարդում են։ Մանավանդ նոր գրքերը, որ մենք դրա պակաս։ մենք նախընտրական ծրագրում ներառել ենք ընթերցանությունը խթանող ծրագրեր անել, այդ թվում ընթերցողների ակումբներ եւ այլն, որովհետեւ ակումբում ավելի հեշտ է կարդալը, երբ որ մարդը մենակ է կարդում այդ ուրիշը, երբ որ կարդում է եւ ուրիշների հետ էլ քննարկում, նաեւ տենց ինչպես ընդունված ասել ժամանակակից լեզվով դրայվ է առաջանում կարդալու եւ կարծում եմ ընթերցողների ակումբները դպրոցներում եւ ոչ միայն դպրոցներում կարող են ընթերցան։ Հիմա մարդիկ գիտեք ինչ, իմ կարծիքով կարա տենց միտում ստեղծի, որովհետեւ այդ տեխնոլոգիաները եւ այդ կախվածության զգացումը մարդկանց մեջ նաեւ դիմադրության որոշակի բան առաջացնում եւ ուզում են տեխնոլոգիական շփման ձևաչափն է կարդալ, քննարկել, գուցե բեմադրել եւ այդպես շարունակ ստեղծագործական զարգացման տրամաբանության մեջ դնել Սենց հրաձգարանի տարբերակներ էլ ունի։ Բարև ձեզ։ Լավ եք։ Շատ լավ։
տեսեք ինչ ընդարձակ սենյակներով, շատ լավ դպրոց, շատ լավ։ Այսինքն եթե մենք կառուցենք, էլի իրան նման ճիշտ է մի քիչ ավելի տենց բաներով, ինչպես ասում են, լավարկումներով, բայց ընդհանուր տրամաբանություն այս տրամաբանության մեջ է։ Երեխեք գնում եք, թե գալիս եք։ Ուր եք գնում։ Ֆիզկուլտուրա, շատ լավ է։ Այնտեղ մի հատ ուրիշ դասարան կար, դաս էին անում։ Հեծանիվ քշում եք, տեսանք ձեր հեծանիվները։ Վոլեյբոլ խաղում եք, բասկետբոլ խաղում եք, ֆուտբոլ խաղում եք, շատ թենիս խաղում եք, շատ լավ է, ապրեք։ Հատ բարև եք։ Երեխաներ բարև ձեզ, նստեք։ Բարև ձեզ, լավ եք։ Սիրում են երեխեք մաթեմատիկա։ Հիմա մաթեմատիկան գիտեք, չէ՞, մաթեմատիկա ամեն ինչի, բոլոր զարգացումների հիմքում մաթեմատիկան է։ Ունես որ պետք է մաթեմատիկա, ամեն ինչը, բայց մաթեմատիկան հատկապես լավ սովորել, որովհետև հիմա ամեն ինչը բացատրում են մաթեմատիկա։ Տիեզերքը, տիեզերքի ծագումը, մոլորակները, համաստեղությունները, արեգակնային համակարգը եւ ընդհանրապես ամեն ինչ։ Լավ եք։ Հա դե ինֆորմատիկա նայենք, գնանք ֆուտբոլի դաշտ, բասօթյա դաշտն նայենք։ Հա, ճաշարանը։ Բարև ձեզ երեխաներ։ Լավ եք։ Նստեք։ Ռուսերենի դասա։ Здравствуйте։ Լավ եք։ Мне тоже։ Լավ է, նոր դպրոցում, նոր օգված։ Հեծանիվ քշում եք։ Թենիս խաղում եք սեղանի։ Վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, բարձրացածք։ Իսկ դասերը սովորում եք։ Շատ լավ, շատ ապրեք։ Հա ճիշտ է, ճաշարանի մոտով անցանք, աթոռները տեսանք, ինֆորմատիկայի կաբինետը, դե տեսեք, այն առաջի դպրոցում շատ նեղվածք էր։ Հա, բայց այո, 2005-ին էր կառուցված, առանց, հա, բայց սա նորմալ նախագիծ է։ Դե կշատան աշակերտների թիվը։ Դպրոցը ինքը, երբ որ կրթական լավ պայմաններ կա, դա էլ մենք ամբողջապես չգիտենք, թե ծնողները ոնց այդ ինչպիսի դեր է կատարում բնակության վայր ընտրելիս։ Համոզված եմ, որ բարև ձեզ, շատ էական դեր է կատարում։ Երբ որ կա նորմալ դպրոց տարածքում, տեսեք, բարև ձեզ, ես հենց խոհանոցային ստենդ, իրա սարքերով, սարքավորումներ մատուցելու համար, բաժակները նայենք, ափսեները, բաժակներ, կացաներ, ջեռոցներ, օջախներ, այս սարքը ինչի համար էր, միքսեր, հա,
սառնարաններ, շատ լավ է։ Ժաննա ջան։ Ճիշտ է, տեխնոլոգիա դասի համար, այսինչ հոյակապ դաշտ է։ Ընդ որ դե տարածքա, տարածքը հրիա է, արխիտեկտուրա հասել։ Կային կարմիր պարիսպով իր տարածքն է։ շատ լավ։ Դե ծառ կտնգեն, եթե դե այստեղ ընդլայնման ոնց որ ոչ մի բան չկա։ Այս ծածկը շատ լավ բան արինք, շատ լավ բան մտածեցինք, որ այս ծածկով ենք անում, սա ոնց էր կոչվում։ Անունին, հա, ռետինի հատակ։ Համ երեխեքին որ ընկնել բան ավելի, հա, էլի ավելի թեթև կլինի։ Հակը սոսինձա, բրեն մարասոս ռետ։ Շատ լավ։ Լավ էր, լավն էր, շնորհավոր, հաջողություն ենք մաղթում ձեզ։ Գնանք չէ, հաջող անենք, ժամանակի խնդիր ունենք։ Լավա, որ արդեն ծաղիկներ են դրել, ծաղկած են դիմաց։ Հա, մի րոպե, բանը չնկատեցինք, ստեղ ոռոգման համակարգը ցույց տանք, կաթիլային ոռոգում։ Այո, մենք ունենք սեփական հոր։ Հա, հոյակապա։ Այն նախորդ բանի այն հարգելի ֆերմերը, որ ասեց հողը ջուրը, մոռացա հարցնեմ կաթիլային ոռոգում անում, թե չէ, որովհետև ջուրը մենք բերենք, բայց ինքը պետք է կաթիլային ոռոգում անի։ Քանիսն եղավ արդեն պետք է գնալ։ Լավ եք երեխեք։
Դե դպրոցը այն գլխից նախագիծը լավն է, նորոգումով էլ այս սենց բան է ստացվել։ Համաձայն եք, շատ ուժեղ դպրոց է ստացվել։ Բա ոնց չենք տալիս, ունենք այդ բաներից։ Կարելի է բարոն Փաշինյան։ Հա, բայց Ժորժ ջան, անկեղծ ասած գրաֆիկից հետ ենք մի քիչ ուշանում ենք, Բան ասենք գնա։ Համեց է։ Ուրեմն մենք ակումբ ունենք։ Մեր պապերն են աշխատել, մեր ծնողներն են աշխատել։ Հիմա մնացել է մենակ այս ճակատային Հերթով կսարքենք, հերթով։ Բոլորի խնդրանքները Տենց բան չկա, որ սարքելու ասենք, չէ, չենք սարքում, ամեն ինչ էլ սարքելու ենք հերթով։ եզրին է արդեն։ Շատ լավ, շատ լավ։ Գնացինք, շնորհավոր դպրոցը, տիկին տնորեն, ուրա տնորենը, տնորեն, շնորհավորում ենք հաջող, բայց հիմա դպրոցը ավելի շատ երեխեք ընդունելու հնարավորություն ունի։ Հենց որ ես հույս ունեմ, որ առաջիկայում դպրոցը այնքան երեխեք կշատանան, տարածքն էլ կա։ Հաջորդ անգամ որ գաք, ասեք մի հատ կորպուսի, նոր կորպուսի կարիք կա։ Ճիշտ է դա։ Կմտածենք, հեսա մարզպետը ֆիքսեց կմտածի, համայնքի ղեկավարն ասել։ Արդեն երեխայի շատ կունենան, արդեն Ինչ է ասում նոր, ինչ է ասում։ Իհարկե համաձայն եմ, որովհետև մարդ ընտանիքի պլանավորման համար է, բնակության վայրի համար է, մենք առաջինը մտածում ենք մեր երեխեն, որ մանկապարտեզ կա չկա, կրթություն կա չկա, եւ այլն եւ այլն։ Փառք Աստծո, սենց վերջին անգամ երբ էր նորոգվել դպրոցը։ 2010 թվականին։ Շատ լավ։ Դե գնացինք, լավ եղեք։ Առայժմ